Բարև ձեզ։ Մենք հիմա այս ձայնագրում ենք ժողովուրդ ջան 26-ի երեկոյան, բայց արդեն հրապարակման պահին կլինի սեպտեմբերի 27-ը, 44-օրյա մեր պատերազմի 5-րդ տարելից էլի, ասենց ասած, դժբախտ ողբերգական օր էլի, որ 5-րդ տարին մենք հիշում ենք։ Ու այսօր ոնց միշտ էլի մեր հյուրն ասենց ասած, մեր հյուրն Տիկին Անի Զախարյանը Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցության նախագահ ու տեսեք մենք այսօր նայում ես համացանցը ընդհանուր մեր հայկական ընդհանուր դաշտ էլի քաղաքական բոլորը նույն բանով են զբաղվում Անի ջան բոլորը նույն թեմաներն են ծեծում խոսում բայց ոչ ոք չի խոսում ախր այս պատերազմը որ եղավ լսեք պետք է լինի պատմաքաղաքական գնահատական պետք է լինի ընդհանուր մեր պատմությանը պատմաքաղաքական գնահատական Անի ջան նամանավանդ այս անկախությունից հետո 91 թվականից հետո ոնց այդ ողբերգությունը տեղի ունեցավ այդ կատաստրոֆը ինչ կասեք Բարի երեկո Կոստա ջան, բարի երեկո հարգելի հայրենակիցներ, ինչպես տեսնում եք մեզ համար արդեն ավանդույթ է դարձել իմ եւ Կոնստանտինի զրույցները եւ այս զրույցների միջոցով մենք փորձում ենք այնպիսի օրակարգ ձևավորել, որը իսկապես բխում է մեր պետության եւ ժողովրդի շահերից։ Անշուշտ Կոստա ջան, ուրեմն պատմաքաղաքական գնահատական պիտի տրվի մեր ուրեմն 34-ամյա քաղաքական իրողությանը Եվ այդ պատմաքաղաքական գնահատականը պետք է տրվի անաչառ առաջին հերթին, պետք է տրվի ուրեմն օբյեկտիվ, պետք է տրվի իրական, պետք է տրվի գրագետ եւ պետք է տրվի նպատակային։ Ինչ նպատակով է տրվում ուրեմն այդ քաղաքական գնահատականը։ Հիմա այդ պատմաքաղաքական գնահատական տալը բնականաբար ուրեմն մի քանի օրվա խնդիր չէ մի քանի այսպես շաբաթների խնդիր չէ պատմաքաղաքական գնահատականի մասին կարելի է խոսել այն ժամանակ Կոստա երբ որ քաղաքական իրողության մեջ կձևավորվի մի այնպիսի իրական ուրեմն ազգային պետական ուրեմն շրջանակ որը ուզում է այդ պատմաքաղաքական գնահատականը տալ Հիմա ես ինքս կարող եմ մեկ շաբաթ ժամանակ հատկացնել եւ այդ պատմաքաղաքական գնահատականը Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցության անունից տալ եւ դա ներկայացնել մեր հանրությանը, լայն շրջանակներին, հասարակությանը եւ այլն։ Բայց ես ուզում եմ, որպեսզի այդ պատմաքաղաքական գնահատականը տալու անհրաժեշտությունը, ցանկությունը ձևավորվի բոլոր հանրային շրջանակների կողմից, որ ոչ թե դա լինի միանձնյա Անի Զախարյան քաղաքական փորձի տրված պատմաքաղաքական գնահատականը, որովհետև պատկերացրեք դա պատմաքաղաքական, այսինքն այդտեղ պետք է ներկան լինեն մեր վերջին 3 տասնամյակների առնվազն պատմության մեջ լուրջ դերակատարություն ունեցող անձինք Պետք է ներկա լինեն ուրեմն լուրջ ուրեմն մասնագետներ, պետք է ներկա լինեն մտավորականներ, պետք է ներկա լինեն հանրային տարբեր շրջանակներ, որպիսի այդ շրջանակները եւս ցանկություն հայտնեն, որ այո, այդ պատմաքաղաքական գնահատականը պետք է տրվի։ Բայց այն, որ պիտի տրվի այդ պատմաքաղաքական գնահատականը, դրանում խոսք անգամ լինել չի կարող, եւ մենք մեր անցած ուրեմն զրույցի ընթացքում ասացինք։ Հիմա քանի որ ուրեմն տարբեր կոնկրետ ձեր շրջանակի մոտ կա այդ պահանջարկը, ես ամենայն հավանականությամբ ուրեմն ընդհանրական այդ պատմաքաղաքական գնահատականը Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցության կողմից կձևակերպենք եւ կտնենք ուրեմն հանրության տակին։ Բարի Անի ջան, գիտեք ոնց մենք բոլորս ունենք մեր մոտ մեր կարծիքով մեր տված գնահատական, սուբյեկտիվ, ամեն մի մարդ, ամեն մի բացատրությունը թե ինչու սենց եղավ։ Բայց պետք է տրվի մի այնպիսի գնահատական, որ գրվի դասագրքերում։ Գրվի դպրոցում, որ երեխան իմանա, թե չէ մենք մեր մեջ յուրովի բոլորս գիտենք,
Հասկանում եք, տարբեր ձևով ով էր մեղավոր, մեղքը գցելով Եվրոպայի վրա, Ռուսի վրա, հայի վրա, թուրքի վրա, մասոնների վրա, ով ոնց ասել, ջհուդների, ջհուդամասոնների, մի խոսքով տամբլիերներն են մեղավոր, ով ասես, էլի այլմոլորակայինների, տարբեր մարդ, տարբեր ձև ա տեսնում, բայց տեսեք ինձ վերջերս մի մարդ հարցրեց, ասեց, սա քո ինչին ա պետք, ինչի ես անում, ինչի ես ասես, թաթախվել։ Ես ասենց իրան ասեցի լսիր, ես իրան հիմա կպատասխանեմ, ես այն ժամանակ թեման ուրիշ էր, ուրիշ ձև պատասխանեցի, ասեցի, որտև ես ուզում եմ պատժվեմ, այդ իրան ասեցի, որտև ես ուզում եմ տեսնեմ այդ ամեն ինչը։ Տեսեք, Անի ջան, ժողովուրդ ջան, ես ինքս Ղարաբաղ եմ ծառայել, առաջին զինվորներից ենք եղել, Անի ջան, այդ դիրքերը, որ հանձնվեց, որտեղ այդ տղաները կոտորվեցին, մի մասում ես էլ եմ եղել։ Օրինակ ես իմ ծառայության ընթացքում մոտավորապես 8 դիրքում եղել եմ։ Համ Հադրութի կողմից, համ Աղդամի կողմից։ Հենց որ ես տեսել եմ, ես այդ հողի մեջ եղել եմ, այդ խրամատը փորողներից մեկն եմ եղել։ Ու ես անենց եմ պատկերացնում այդ պահը, որ մենք օրինակ պաշտպանվում ենք մենակ մինամյոտից, որ կար այդ ձևի բան, ականանետներ եւ արտիլերիայից։ Մենք դրան ենք պատրաստ, բայց ոչ թե կառավարվող ինչ որ մի բան, որ գա քեզ այդ փոսի մեջ խփի։ Ես օրինակ այդ տղաների միջավ շատ լավ եմ պատկերացնում։ Հիմա տեսեք մեր բանակը այսօր լուրջ ուրեմն ասավ ավարտիր։ Այսօր ուզում եմ, ես շատ լավ եմ այդ ամեն ինչը պատկերացնում, որ պետք է մեղավորները ինձ առաջի օրվանից պատժեն։ Ինչու ես այն բանակ ծառայելուց ասում եմ, լսեք, եթե մենք հաղթել ենք, հաղթանակած ենք, ինչ ենք բախկվում խրամատում, խափում էին մեզ։ Ես դա իմ ծառայության ընթացքում եմ, եթե մենք ունենք մայիսի 9 խորոված ենք երակրում մեզ այդ օրը բանակում, էլի, բայց եթե մենք հաղթանակ ենք տարել, սովետական միությունն էլ հաղթեց պատերազմ, հասկանում եք, մենք մեր անցյալից այդ գիտենք, մենք չենք բախկվում ոչ մեկ։ Օրինակ Թուրքիայի սովետական սահմանների կանգնած են, ոչ թե բախկված։ Այս ամեն ինչին գնահատականը խոսենք Կոստա ջան, ուրեմն մեզ 34 տարի նախքին ուրեմն ղեկավարությունները կերակրել են, այսպես ասած, մայիս 1-յան, սեպտեմբեր 21-յան, բանակի օրվան նվիրված շոուներով, ինչ որ զինատեսակներ ցուցադրելով հրապարակում, ինչ որ շքերթեր կազմակերպելով, իրականում այդ շքերթներից այն կողմ իրավիճակը շատ խայտառակ է եղել, իրավիճակը շատ խայտառակ է եղել են այնպիսի ուրեմն գեներալներ, որոնք եղել են օրվա ուրեմն կառավարության մերձ իշխանական շրջանակները, որոնց հետ տվել են, առել են, չգիտեմ ինչեր են արել, անգրագետ, որևէ ուրեմն զինվորական նորարարական կրթություն չունեցող, համաշխարհային ուրեմն ռազմարտունաբերության ընդհանուր շրջանակների հետ որևէ առնչություն չունեցող, վերջին ուրեմն տեղեկատվական ուրեմն տեխնոլոգիաների զարգացում, որ արդեն նորարարությունները, որոնք մուտք էին գործել ռազմական ոլորտը, դրանից ընդհանրապես գաղափար չունեցող, այսինքն մեր ժողովրդին կերակրել են այդ տիպի ուրեմն շքերթներով, երբ որ ժամանակը ուրեմն գիտությունը զարգանում էր, երբ որ Իսրայելում նոր ԱԹՍ-ներ էին ուրեմն վերագործարկվում, Ադրբեջանը այդ ԱԹՍ-ները գնում էր, երբ որ Չինաստանը այնպիսի զինատեսակներ էր մշակում, որ այսօր զարմացնում է ամբողջ աշխարհին, երբ որ Թուրքիան բայրակթարներ էր ուրեմն պատրաստում, մեզ ինչ որ չգիտեմ, այդ 80-ական թվականների այդ զինատեսակներով շքերթներ էին կազմակերպում եւ դրա ֆոնին ուրեմն տղյակներն էին աճում, դրա ֆոնին ուրեմն գումարներն էին մսխվում, դրա ֆոնին ուրեմն ամեն ինչ տեղի էր ունենում, բացի ռազմարտունաբերության զարգացումը, բացի նորարարության մուտքը ուրեմն բանակ եւ այլն եւ մեզ անընդհատ հավատացնում են, որ մենք ունենք աշխարհի ամենամարտունակ բանակներից մեկը։ Բնականաբար դա միֆ էր, դա ընդհանրապես շոու էր եւ արդեն ուրեմն 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ որ այսօրվա ուրեմն ՔՊ-ական ղեկավարությունը հանձինս Նիկոլ Փաշինյանի ժառանգել էր այդ շոուն,
Արդեն բնականաբար այդ շոուն էլ իր հերթին շոուն եւ նաեւ ԿՊ-ական ուրեմն Նիկոլ Փաշինյանի ապիկարությունը, ընդհանրապես ռազմաքաղաքականությունից հեռու գտնվելը, նաեւ Ադրբեջանի հետ պայմանավորվածության գնալը, ի սկզբանե պատերազմը այն հունով տանելը, որպեսզի մենք հանձնենք Արցախը, եթե որևէ մեկը կա, ով կասկածում է, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմը տարել է այն հունով, որպեսզի մենք հանձնենք Արցախը, դա ուրեմն կներեք, ես այդ մարդու հետ խոսելու բան էլ չունեմ։ Այսինքն պատերազմի տրամաբանությունը, զարգացումը ընթանում էր ի սկզբանե առաջին օրվանից այդ հունով։ Եվ կար պայմանավորվածություն, որ եկեք պատերազմով, այսպիսի պատերազմ հրահարելով, քանի որ ժողովուրդը դեմ է, քաղաքական շրջանակները դեմ են, ապա ռազմաքաղաքական ճանապարհով Արցախը պիտի բռնազավթվի։ Եվ Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե գնաց այդ գործարքին։ Նա այո է ասել, զորահավաք տեղի չունեցավ։ Զորահավաք տեղի չունեցավ, պատկերացրեք, ՆԱՏՕ-ի ուրեմն երկիր ներկայացող երկիր Թուրքիան իր ամբողջ ռազմական ներուժով, Իսրայելը, Պակիստանը, ուրեմն Ադրբեջանը իրենց այդ ամբողջ ուրեմն ռազմական ներուժով մեր Հայաստանի Հանրապետության վրա գրող են, ուրեմն հարձակում են սկսել, պատերազմ են սկսել, այնացավալ մենք ընդհանուր զորահավաք չենք իրականացնում։ Եվ ինչ որ անլուրջ զրույցներ են կներեք, ավարտեմ Կոստյա ջան, անլուրջ զրույցներ են տեղի ունենում, Նիկոլ Փաշինյանը եթեր է մտնում, ասում է, դե ովքեր որ տանը զենք բան ունեն, այդ զենքը բանը վերցրեք, գնացեք զինկոմիսարիատներ եւ այլ, դուք պատկերացնում եք մեր ընդհանուր պատերազմի զարգացման իրողության պրիմիտիվությունը, հասկանում եք, թե ներսի, թե դրսի համար։ Բացի դրանից այնպիսի մթնոլորտ էին ձևավորել երկրում, որ հաղթում ենք, ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չունենք, այնտեղ պատերազմ էր ընթանում, այնտեղ մարդիկ կոտորվում էին մեր զինվորները, այստեղ փաբերում մի խումբը դց ուրեմն բաներով էին զբաղված, այսինքն այնպիսի մթնոլորտ էին ձևավորել, որ ակամա թե ակամա այստեղ երիտասարդության մոտ էլ չկար այն զգացողությունը, որ այնտեղ իրենց հայրենակիցները, իրենց եղբայրները մորթվում են, անհավասար պատերազմ է ընթանում եւ այդ ամենով հանդերձ Կոստյա ջան, փառք ու պատիվ խոնարհում մեր բոլոր զինվորներին, ովքեր այդ քիչ քանակությամբ մենք տեսնում ենք, թե ինչքան զոհեր են տվել ադրբեջանցիները, փառք ու պատիվ իրենց մայրերին, իրենց ծնողներին, որ այդպիսի զավակներ են ծնել, ովքեր մատաղացու դարձան պայմանավորված պատերազմի եւ Նիկոլ Փաշինյան Ալիև քաղաքական գործարքի։ Տեսեք, Անի ջան, շատ ես բաներ կա, որ չեմ համաձայնվի։ Այդ պատերազմը մեր նման էր, գիտեք ինչ, ոնց որ օրինակ իսպանացիները մտան Ամերիկա, հնդկացիները փայտով բանով, այնտեղ նետ ու աղեղով, իսկ կոնկիստադորները նրանք արդեն հրազեն կար, մետաղեսրերով ու բան։ Մենք եթե նույնիսկ լիներ այդ մոբիլիզացիան, դա ավելորդ զոհերի տեղ էր տալիս, ավելորդ զոհեր ենք ունենալ։ Ես համակարգիչ եմ։ Ես մենք այդ տեխնիկապես մենք շատ ենք հետ, նույնիսկ այդ տեղափոխելու ընթացքը, որ տեղափոխեն։ Ես օրինակ բանակ եղել եմ, ես ավելի սենց տեղից գիտեմ։ Երկնքով այդ բոլոր ամբողջ այդ մարդկանց, որ տեղափոխեն, հասնեն մինչև դիրքերը, նրանք պատրաստ էին դրան։ Հայաստանը փոքր սահման էր, ու նրանք երկնքից այդ ամեն ինչը տեսնում էին։ Դրա համար ես օրինակ այդքան չեմ մեղադրի այդ մոբիլիզացիա չանելը, դա միգուցե ճիշտ է եղել, որտեղ գնալու են ու կարող է լինել արդեն 8000 ու 15000 սով։ Ուրեմն ասում ռուսական, չէ, Անի ջան, նույն ռուսական էս, որ Ռուսաստանը մտավ Ուկրաինա։ Տեսակ ձևի այդ էշալոնները, որ կար գնում էին այդ ռազմական տեխնիկան մի գծով դեռևս Ժուկովի քրերի պես էլի, նրանք էլ ինձ սխալ արեցին։ Մոխրացավ կիլոմետրով։ Նույնը մեզ է սպասում։ Կոստյա ջան, պատասխանեմ ձեր հարցին։ 2018 թվականին է Նիկոլ Փաշինյանը ուրեմն ստանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետությունը, ունենալով ժողովրդական լայն աջակցություն։ Հիմա 2018 թվականին վերջերս իր ուրեմն ելույթի ժամանակ նա հայտարարեց, որ 2018-ին էլ կար պատերազմ, դրանից առաջ էլ կար, չէ, այդ իր մարազմատիկ ուրեմն ելույթը լսել եք, որ պատերազմը այդ թվականներից էլ սկսա կար։ Հիմա եթե 2018 թվականին ուրեմն մենք
գտնվում էինք պատերազմական իրողության մեջ եւ ակնհայտ էր, որ Ադրբեջանը լայնածավալ ուրեմն ռազմական գործողությունների է նախապատրաստվում, ինչի մասին ես բազմիցս խոսել եմ 2018 թվականից սկսած, որ այո, Ադրբեջանը Թուրքիայի հետ այդպիսի գործողությունների է ուրեմն նախապատրաստվում։ Ինչու հրամանատարական կազմը հավուր պատշաճի ուրեմն մասնագիտական բարձր պատրաստվածության չբերվեց։ Ինչու մեր ուրեմն ռազմատեխնիկական ուրեմն հնարավորությունները չհամապատասխանեցվեցին այն ուրեմն իրողությանը, ինչը ուրեմն ունի Ադրբեջանը եւ Թուրքիան։ Ինչու մեր ուրեմն բանակը այնպիսի ուրեմն իրողության մեջ չգտնվեց, որպեսզի գոնե մոտ լինի ուրեմն մարտունակ եւ պատրաստված բանակի, որը պատրաստ է այդ պահին ակնթարթորեն դիմակայելու լայնածավալ պատերազմական գործողություններին։ Պատերազմը սկսվեց, կամավորներ գնացին, կամավորներ, ովքեր հələ նոր պիտի դիրքերին, ուրեմն այնտեղ համապատասխանեցվեին, այսինքն միայն այդ զորակոչը չի ստեղ գործոնը։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը մեր անվտանգային համակարգը խախտելեց 2018 թվականից, վատթարացնելով հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Լավ վատ այդ պահին Ռուսաստանի Դաշնությունը հանդիսանում էր մեր անվտանգության ուրեմն հիմնական երաշխավորը։ Մենք գտնվում ենք հապ շրջանակներում։ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արեց, որպեսզի վատթարացներ, փչացներ, որպեսզի ուրեմն ցեխը գցեր հայ-ռուսական հարաբերությունները։ Ես չեմ ասում, որ հայ-ռուսական հարաբերությունները, չգիտեմ, իդեալական էին, բայց գոյություն ունեն ձևավորված որոշակի հարաբերություններ, եւ այդ հարաբերությունները եթե զարգացվեին, եթե Հայաստանի Հանրապետությունը քաղաքական կշիռ ցույց տար, եթե Հայաստանի Հանրապետությունը այնպիսի դիվանագիտություն բանեցներ, որ այդ պահին իր անվտանգության երաշխավորը այլ դիրքորոշում ունենար պատերազմական իրողությունների ժամանակ, մենք ունենայինք այլ լեզու։ Դրանով հանդերձ ուրեմն Պուտինը փորձեց միջամտել եւ այնպիսի ելք ապահովել, որպեսզի չկորցնենք Շուշին, որպեսզի չլինեին այդ զոհերը, չէ՞։ Ֆրանսիայի նախագահը միջամտեց, Էմանուել Մակրոնը միջամտեց, ամեն ինչից հրաժարվեց Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ ուներ գործարք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որ պիտի Արցախը հանձնի։ Սրանում կասկած լինել չի կարող։ Այ այստեղ կա մի երկու կարծիք։ Տեսեք, կա կարծիք, որ պատերազմը պետք է հրահրվեր, որ պատերազմից տեղյակ են եղել բոլոր երեք կողմերը՝ Ռուսաստան, Հայաստան եւ Ադրբեջան։ Դա դեռևս դրա համար էր Նիկոլ Փաշինյանը բերվել իշխանության, որ պարզապես 5 շրջան հանձներ։ Այս վարկածը գնում է, որ պետք է հանձնվեր 5 շրջան, պարզապես որ ոչ մեկ խողատու չլիներ, ասեն, տեսեք, կռվեցինք, հա մի 100-500 կամ 1000 հոգի զոհվեց, պարտվեցինք հիմա, բայց գնաց պատերազմը ուրիշ ճանապարհով։ Այն որ պետք է կանգներ ու գնար, չկանգնեց։ Հենց Վլադիմիր Պուտինը հայտարարեց, ասում է, ես կարող եի կանգնեցնել պատերազմը 10 օր հետո, չհամաձայնվեցին։ Ու այս ամենը պետք է լուրջ քննություն տարվի։ Հասկանում եք, պատկերացնում եք, սա համ ռուսական կողմի հետ, համ հայկական կողմի հետ, բանակցություններին ոնց է եղել այդ ամեն ինչը, որ տեսնեն գոյություն ունեցել է դավաճանություն, միգուցե երկակի պայմանավորվածություն ա եղել, որ ընդհանուր Արցախը տան, միգուցե Եվրոպան ուրիշ ծրագիր ա ունեցել հենց Նիկոլ Փաշինյանի հետ կամ ԿՊ-ի հետ, եթե Ռուսաստանը ուզել ա խլել 5 շրջանը, պարզապես նա տարիներով ա ստիպել, որ տվեք արդեն այդ Լավրովի պլանից երևի ծանոթ եք, բայց ամբողջ Արցախը, այս սրանք լուրջ վերլուծության եւ գնահատականի քննության արժանի հենց հարցեր են, որ չկա պատասխան։ Հիմա ուրեմն Կոստա ջան, արի վերհիշենք նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի փաստաթղթից հետո, դրանից հետո ընդամենը 1 օրում, չէ, 1 ստորագրությամբ Նիկոլ Փաշինյանը Արցախի ուրեմն 75%-ը հանձնեց Ադրբեջանը։ Որևէ կրակոց չհնչեց, որևէ բան չհնչեց։ Նա արդեն մինչև սեպտեմբերի այդ տխրահռչակ իրողությունները, երբ որ ուրեմն Ադրբեջանը լայնածավալ գործողություններից անցավ Ստեփանակերտում, չէ, ուրեմն եւ սկսվեց այդ գաղթի ճանապարհը, բռնի տեղահանման ճանապարհը, դրանից արդեն մոտավորապես 1-1.5 տարի առաջ
համար Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ականները բոլորը հայտարարում են, որ այո, Արցախը Ադրբեջան է եւ մենք ուրեմն հանձնելու ենք։ Այսինքն ընդամենը մի ստորագրությամբ, չունենալով որևէ լեգիտիմություն, չունենալով ժողովրդի համաձայնություն, Նիկոլ Փաշինյանը գնաց այդ գործարքի։ Հիմա էլ մենք ինչի մասին ենք խոսում։ Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե մտել է այդ ուրեմն գործարքի մեջ, նորից եմ կրկնում, Ալիևի հետ։ Հիմա մնում է, որպեսզի ստեղծվի իրական հանձնաժողով, այդ 44-օրյա պատերազմի իրողությունները քննող իրական հանձնաժողով, ոչ թե ՔՊ-ական հանձնաժողով, որը ստեղծվեց նրա համար, որպեսզի ուրեմն դիժեցնի այդ փաստերի բացահայտումը եւ այլ գույնով ներկայացնի հանրությանը այն ամեն ինչ տեղի ունեցել։ Մնում է, որ իրական ընդդիմադիրներից կազմված լուրջ մասնագետներից, լուրջ այն մարդիկ, ովքեր ներգրավված են եղել այդ մարդկանցից ուրեմն կազմված հանձնաժողով ձևավորվի, այդ հանձնաժողովը առաջին օրվանից այդ ամեն ինչը փաստերը համադրի եւ դա իր եզրակացությունը, որը ակնհայտ է այն պիտի փաստի այն, ինչի մասին ես հիմա խոսում եմ։ Բայց արի չմոռանանք մի բան, որ այդ քննությունը չպետք է լինի մենակ Նիկոլ Փաշինյանի կառավարության, այդ քառօրյան, 44-օրյան։ Այս ամեն ինչը ավելի շուտ սկսվել է 17 թվականի այն քառօրյա պատերազմը։ Քառօրյա պատերազմի դադարից հետո պետք է վերլուծվի Սերժ Սարգսյանի կառավարությունը։ Դրանից հետո Մեդվեդևի այցը Հայաստան, ինչ խոսացին։ Հիշում եք, որ պատերազմը քառօրյան կանգնեց, հետո տեղի ունեցավ տարօրինակ ձևով գնդի գրավումը։ Այն թեման էր, ես շատ լավ եմ հիշում, որ հողեր մենք չենք հանձնելու, ամբողջ դուրս եկան, գրավեցին եւ Հայաստանի իշխանությունը ասաց, տեսեք, գունդ են մեր մոտ գրավում, հող չեն ուզում հետ տան։ Այս սրանք բոլորը նայեք, սրանք շշուկներ են, որ պտտվում էին, էլի մարդկանց մոտ, ավելի ասում են ռուսերեն խոսք ասում են, ես սուխը, ես դուխը։ Ձևա դա սարքվեց գնդի գրավումը, պարզապես, որ Սերժ Սարգսյանը Ռուսաստանին հասկացնի, որ տեսի մոտ ցած խառը կլինի, ես հող չեմ կարող տամ եւ բերվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության։ Այս ամենը սրանք տեսեք, սրանք վարկածներ են, որ պետք է մենք տանք այս ամեն ինչին պատմաքաղաքական գնահատական։ Հիմա տեսեք Կոստա ջան, շատ կարևոր է ուրեմն արձանագրել նաև մի բան, որ Սերժ Սարգսյանի ամբողջ կառավարումը դա եղել է քաղաքական ավանտյուրա եւ քաղաքական ուիմբազություն, կներեք այդ բառի համար, բայց այդ բառը պիտի ասեմ։ Այսինքն Սերժ Սարգսյանը ոչ թե գրագետ կառավարում է իրականացրել, այլ Սերժ Սարգսյանի կառավարումը եղել է ավանտյուրա, եղել է ուիմբազություն, եղել է ուրեմն տգետ կառավարման արդյունք, եղել է, չգիտեմ, ամեն ինչ, բացի ուրեմն գրագետ կառավարումից եւ շոու։ Այն պահին, երբ որ իրական ընդդիմադիրները պայքարում էին ուրեմն իր կառավարության դեմ, նա ամենօրյա ռեժիմով պրոպագանդում էր իր սպասարկող, իր փեսային սպասարկող հեռուստաալիքներով Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանին էր ներկայացնում որպես ուրեմն անտիմադիր։ Եվ այսօր էլ ցավոք ես հասկացա այսօրվա ուրեմն իր կազմակերպած ազգային ժողովի կազմակերպած շոուից ես հասկացա, որին կանդրադառնանք դեռ, որ այդ մարդու ուրեմն ուղեղում ցավոք ոչինչ չի փոխվել։ Եվ այդ մարդու գործելավոճի մեջ ոչինչ չի փոխվել, ինչը ցավալի է։ Ես կարծում եմ, որ այս 7 տարիների իրողությունների ընթացքում գոնե ինչ-որ մի 10 Սերժիկ Սարգսյանը պիտի քաղաց լիներ, բայց ափսոս, հիմա ինչ անենք, իր հնարավորություններն են, ուղեղի հնարավորություններն են, այսպիսին են, այդ մարդը ոչ մի 10 չքավեց։ Բնականաբար, եթե վաղը միսօր ձևավորվի նոր քաղաքական իշխանություն, Կոստա ջան, պատմաքաղաքական գնահատականը այո տրվելու է։ Տրվելու է նաև մասնագիտական գնահատականը մեր ամբողջ բանակի իրողությանը։ Հստակ չափանիշներով, ինչ ենք ունեցել, ինչ ունենք այդ ընթացքում, ինչպես են այդ ամեն ինչը ընթացել, ինչ վիճակ է յուրաքանչյուր զորամասի վիճակը, հստակ պիտի կրնացվի եւ հատուկ հանձնաժողով պիտի ձևավորվի, որը տեղում զինվորների ուրեմն կարծիքները հաշվի առնելով, զինվորներին խոսեցնելով, այնպիսի մթնոլորտ ձևավորելով, որ զինվորները հասկանան, որ որևէ հրամանատար իրենց այդ ցուցմունքից հետո չի կարողանալու ուրեմն որևէ բանի ենթարկել, բռնաճնշումների ենթարկել։ Այդ մարդկանց պիտի խոսեցնել, այդ զինվորները պիտի խոսեն
ուրեմն զորացրված Սպայական զինվորները կազմը պետք է խոսա արդեն։ Սպայական կազմը, զինվորները զորացրված։ սպայական կազմը բոլոր շրջանակներին պիտի լսել ու պիտի ուրեմն դատավորի նման, անաչառ դատավորի նման, իզուր չէ ժամանակին ես ուզում էի դատավոր դառնալ, անկեղծ ասած, երբ որ պատանեկան տարիքում էի, ես օրինակ զգում էի, որ իմ մեջ այդ արդարադատությունը ինքան շատ է, որ ես ուզում եմ դատավոր դառնալ։ Բայց մայրս ցանկացավ, որ ես շարունակեմ հայրիկիս գործը եւ գնացի կենսաքիմիայի ուղղությամբ եւ դարձա կենսաբանական գիտությունների տեխնացու։ Բայց եթե դատավոր լինելու լինեի, ես լավ դատավոր կլինեի, Կոստя ջան, եւ ես այն դատավորը կլինեի, որ բոլոր կողմերին լսելուց հետո, բոլոր կողմերի եզրակացությունները ուրեմն լսելուց հետո կկարողանայի նոր դրանից հետո անաչառ եզրակացություն տալ բարոյական առումով, իրավական պատմական առումով, պետական առումով, ազգային առումով։ Հիմա այդ նույնը պիտի տեղի ունենա արդեն նոր կառավարության ձևավորումից հետո, 26 թվականի ընտրություններից հետո։ Հիմա լղոզված իրողության պայմաններում, երբ որ դեռ ուրեմն խորհրդարանական ընդդիմությունը նախկիններն են, եւ հիմա այս ներկան է, այս լղոզված իրողության մեջ, երբ որ ոչ մի զինվոր չի գա ցուցմունք չի տա, ոչ մի սպա չի գա ցուցմունք չի տա, այսինքն մենք պիտի օբյեկտիվ գնահատենք իրողությունը։ Հիմա մեկ հարց Անի ջան, դուք ավելի ծանոթ եք կուսակցությունների բոլոր ծրագրերին, որևիցե մեկը խոսում եք պատմաքաղաքական գնահատականից եւ իրավական։ Ոչ, առայժմ ոչ մեկ չի խոսում, բացի Հայաստանի քաղաքական մշակույթ կուսակցությունից, որևէ մեկը չի խոսում պատմաքաղաքական գնահատական տալուց։ Կուլիսային մեր հանդիպումներում կան մարդիկ, ովքեր ինձ ասացին, որ իրենք պատրաստ են ստորագրել այդ պատմաքաղաքական գնահատականի տակ կան եւ այդպիսիք, բայց որևէ մեկը կոնկրետ, որ պատմաքաղաքական չի խոսում, բացի մեզանից։ Ու երրորդ ուժի այդ ամբողջ այդ փիլիսոփայության ու բանի մեջ է, այդ մանիֆեստի մեջ էլ է հենց նշված, որի շուրջ պետք է հավաքվի այդ ուժը էլի, որ նախկին ներկա սրբի։ Այո։ Այսքանը, որտեղ նայում ես հիմա լուրերին, որ նայում եմ էլի, մի պահ թվում էր բան է, դուք այն ֆիլմը դիտել եք, ասում է Ջեն Սուրկա։ Հա, այո, դիտել եմ։ Ես իսկապես տեսնում եմ էլի impeachment։ Դա ինձ թվում էր այդ հին impeachment-ն է, բայց բարձրացման նոր impeachment է։ Ու ոնց որ էս դրությունը մեր մոտ լինի, հենց այդ ֆիլմի տեսարան էլի անընդհատ նայում ես նույն բանը, դու չես հասկանում այդ լուրը դուրս եկավ, դա 3 ամիս առաջվա էր, թե հիմիկվա էլի։ Հիմա անդրադառնանք այդ impeachment կոչվածին, Կոստя ջան։ Բնականաբար այդ impeachment-ի ամբողջ սցենարի հեղինակը եւ ռեժիսորը հանդիսանում է Սերժիկ Սարգսյանը։ Սերժիկ Սարգսյանի վրա կան հարուցված քրեական գործեր, լավ, վատ, իրական իրավական ձեռագրով, թե ոչ, այսօրվա ներկա ուրեմն վարչախմբի կողմից կան ուրեմն հարուցված քրեական գործեր եւ Սերժիկ Սարգսյանը հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի ուրեմն կառավարությունը պիտի առաջին հերթին ուրեմն վտանգի իր անձնական ուրեմն բարեկեցությունը։ Նույն ձևով գիտեք, որ կան քրեական գործեր հարուցված նաև Ռոբերտ Քոչարյանի ուրեմն եւ մյուսների գործերը կան եւ այլ շրջանակների իրենց խորհրդարանական ընդդիմության շրջանակների վրա կան հարուցված քրեական գործեր։ Եվ բնականաբար իրենք պիտի ժողովրդին մատուցեն, որ այդ impeachment-ը արվում է հայրենանվեր, չգիտեմ, վեհ նպատակներից ելնելով եւ ոչ իրենց անձնական խայտառակ ուրեմն իրողությունը կոչկելու ուրեմն առումով։ Բացի այդ, ես այսօր հետևեցի այդ impeachment կոչվածին, impeachment կոչվածին մասնակցում էին միայն հանրապետական դեմքեր եւ հրավիրված էին որոշակի կուսակցություններ, որպիսի հասարակության մոտ կարծիք ձևավորվի, որ սա հանրապետականի ուրեմն նախաձեռնությունը չէ միակ, տեսեք, մենք հրավիրել ենք տարբեր այլ կուսակցությունների եւս, որպեսզի այդ ֆոնը ապահովեն, այդ ֆոնը ընդհանրապես ապահովեն եւ ամեն ինչը վերցնեն իրենց ձեռքը։ Հիմա ես իմ խոսքը ուզում եմ հղել այն կուսակցություններին, ովքեր այսօր ներկային այդ impeachment կոչված գործընթացին։ Հարգելիներս, եթե ի սկզբանե այդ գործընթացը նախաձեռնողը մի քաղաքական ուժ է, որը ժողովրդի վստահությունը չի վայելում, որի ղեկավարի նկատմամբ կա լայն ուրեմն արգահատանք,
հասարակության լայն մեծամասնության կողմից։ Այդտեղ ներկայացված դեմքերի նկատմամբ կա խորը անվստահություն եւ ուրեմն ոչ մի նրանք վստահության խմբեմ ունենալու հնարավորություն չունեն։ Հիմա եթե նախաձեռնողը այդ քաղաքական ուժն է, դուք ինչպես եք կարծում, ժողովրդի վերաբերմունքը ինչպիսին է լինելու։ Այսինքն ես հասկացա, որ Սերժիկ Սարգսյանը նորից կտրված է այսօրվա իրողությունից, Կոստյա ջան, եւ Սերժիկ Սարգսյանը ինչպես իր կառավարման օրոք էր կտրված եւ չէր հասկանում, թե ինչ է կատարվում ժողովրդական շրջանակներում, նույն ձևով էլ հիմա էլ կարծես չի ուզում հասկանալ, թե ինչ է կատարվում ժողովրդական շրջանակներում։ Ժողովուրդը այսօր պահանջում է նոր քաղաքական ուժի, նոր դեմքերի, նոր իրողության, նոր ծրագրի, նոր ասելիքի։ Հիմա եթե այդտեղ դուք հանրապետականներով հավաքվել եք, մի քանի այլ կուսակցությունների էլ հավաքել եք ձեր շուրջը, եւ այդ կուսակցություններն էլ իրենց կարծիքների մեջ շատ լոյալ էին եւ փառք Աստծո, որ լոյալ էին։ Ուզում եմ առանձնացնել Հրանտ Բաղրատյանի ելույթը, ամենալավ ելույթը Հրանտ Բաղրատյանի ելույթն էր, եւ առանձնացնել իր ելույթից մի հատված այն մասին, որ 88 թվականին դեռևս արդեն այդ սահմանազատումը Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի միջև տեղի է ունեցել, եւ այս սահմանազատման սահմանափակման բազմիցս է ասել Հրանտ Բաղրատյանը։ կեղծ օրակարգ է, այո, դա կեղծ օրակարգ է, մենք մեր սահմանները այն ժամանակվանից արդեն կար Ադրբեջանի հետ, եւ այս կեղծ օրակարգը ընդհանրապես մեր հետ որևէ առնչություն չունի, ՀՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի ձևավորած։ Ուզում եմ անդրադառնալ Լևոն Զուրաբյանի ելույթին, որն ասաց որևէ դաշինք մենք չենք կազմելու, ուրեմն հանրապետականի հետ։ Ուզում եմ անդրադառնալ այնտեղ ուրեմն Թաթուլ Մանասերյանի ելույթին, ով ասաց լավ, ենթադրենք սրան հեռացրեցինք, հետո այլընտրանքը որը պետք է լինի եւ պետք է մշակույթ ձևավորվի։ Ես ուզում եմ այդ մարդկանց հայտնել, որ հարգելիներս առաջիկայում Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցությունը, քանի որ Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցությունն է նախաձեռնել այս գործընթացը, որ պիտի ձևավորվի այլընտրանքային, ուրեմն քաղաքական երրորդ ուժը ՊՎՌ, եւ հանդիպումներ պիտի արդեն սկսված են հանդիպումները տարբեր քաղաքական ուժերի հետ, հանդիպումները շարունակվում են, հարգելիներս, եթե ձեզ առայժմ հերթը չի ասել, կներեք, պարզապես մենք ժամանակային առումով չենք տեղավորվել, առաջիկայում բոլոր ուրեմն այդ ուժերի հետ հանդիպումներ տեղի կունենա եւ արդեն մենք իրական ազգային օրակարգի շուրջ կհրավիրենք բոլոր քաղաքական ուժերին հեռացնելու Նիկոլ Փաշինյանի ուրեմն այս վարչախումբը։ Եվ մի բան էլ, եթե մենք հիմա իմպիչմենտ ենք հայտարարում Նիկոլ Փաշինյանին եւ բերում ենք Սերժիկ Սարգսյանի սրտի վարչապետ Մհեր Համբարձումյան, որը Մասիսի համայնքապետն է եւ որի վրա նորից կան քրեական գործեր։ Դուք ինչպես եք կարծում, ժողովուրդը, լայն հասարակությունը, հանրությունը միանալու է այդ գործընթացին։ Այսինքն ես ուզում հասկանալ, էլի, այն մարդիկ, ովքեր գնում են այդ ամեն ինչին մասնակցում են, այդ մարդիկ վերլուծում են, ինչպիսի տրամադրվածություններ կան մեր ժողովրդի շրջանակներում։ Ես մի բան ասեմ, դուք դրանց հիմարությունների շատ լուրջ եք մոտիկանում։ Ժողովուրդը դրանց չի հավատում։ Դա դեռևս Էդմոն Մանուկյանն էր իմպիչմենտ հայտարարում։ Նրանք ԿՊ-ից քանի հատ ձայն պետքա, ԿՊ-ական պետքա դավաճանի Նիկոլ Փաշինյանին, որ այդ իմպիչմենտը կայանա։ Հասկանում եք, դա պարզապես ինֆորմացիոն ինչ որ բաներ են գցում, հասկանում եք, չի լինելու դա։ Ես դուք շատ լուրջ եք ընդունում նրանց հիմարությունները։ Ես որ կարող է իմպիչմենտ լինի այդ Մասիսի քաղաքապետին է բերել, Հիսուսը արցան են դնում արդեն էլա։ Հիսուսը վերևից քիչնիկը ջղայնանա կասի, ես ինչ եք անում, այդ ավելի շուտ կտեսնենք։ Կասը Մասիսի քաղաքապետին բան։ Այդտեղ որ գա դառնում է Կոստյա ջան, քանի որ ես որպես հիմարություններ են բոլորը անում, դա սանթարու թատրոն է, որ ժողովրդին զբաղացնեն, որ կարծես ինչ որ մի բան լինում է, որ ու ես մի բան ասեմ, դուք չեք նկատում, բայց կա մի ուժ, որ ամեն ձև պայքարում է, որ ռեալ երրորդ ուժ այդ բևեռը չձևավորվի Հայաստանում։ Այսա ռեալ աշխատում են, որ երբեք այլընտրանքը չձևավորվի, որ մի տարի հետո էլի ազգային ժողովում լինեն Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան։ Կրկին նույն թատրոնը շարունակեն, որ ռեալ պատկերացրեք երրորդ ուժը մտնի ազգային ժողով կամ եթե Աստված չանի պարտվի, նա լինի երկրորդ ուժը երկրում։ Նիկոլ Փաշինյանը ինչու՞ է մեղադրելու օրինակ ձեզ։ Ասելու է հալան չես։
Ասում են մյուսին, կամ էլ երրորդին, չորրորդին ինչ ասում է դուք դաչաներ եք սարքել, դուք միլիարդներ եք սարքել, ես իմ այնտեղ ադամանդի հանքեր եք առել, էլ քպան չի կարողանալու խոսալ։ Այսա պետք է մեծ հասկացնել ոչ թե նրանց այս շուչունը Սերժ Սարգսյանը երևի թեթևն է քաշել կազինոյից հետո որոշել է գա մի հատ էլ իմպիչմենտ տալի։ Դա համար ես ասում եմ մենք լուրջ այսօր հիմա ոնց որ քննարկենք հենց այդ ջենսունկա թե երբ ա եղել պատմության մեջ նայենք որտեղ ա եղել դա իսկապես ոնց լսեք չի լինի դա Ուղղակի Կոստյա ջան, քանի որ ես այն քաղաքական գործիչն եմ, որը լուրջ վերաբերմունք ունի ընդհանրապես ազգային ժողով, պետություն, ուրեմն այդ արժեքների նկատմամբ եւ ցավոք այսօր այդ արժեքները վերածվել են անարժեքների եւ ապազգային ուրեմն ժողովների իմ պարտքն եմ ես համարում ամեն դեպքում ցանկացած ուրեմն գործընթացի նկատմամբ իմ վերաբերմունքը արտահայտել եւ այնպես չի որ ես շատ լուրջ վերաբերմունք ունեմ այդ ամեն ինչի նկատմամբ, բայց քանի որ գիտեմ, որ իրենք ունեն ֆինանսական ռեսուրսներ, իրենց է պատկանում կայքերը, իրենց է պատկանում հեռուստաընկերությունները, իրենց ուրեմն սպասարկում հեռուստաընկերությունների մեծամասնությունը, կայքերը եւ այլն ֆինանսական միջոցները, իրենք փորձելու են ժողովրդի տրամադրվածությունների վրա անընդհատ անդրադառնալ եւ քանի որ հասարակությունն էլ իսկապես արդեն ուզում է փոփոխություններ, արդեն այդ ամեն ինչը հասունացել է, ուրեմն մենք պիտի հասարակությանը բացատրենք, որ ժողովուրդ ջան, նորից պայքարի իմիտացիայի մեջ չպետք է մտնել, այլ պետք է գալ կանգնել այն մարդկանց կողքին, ովքեր իրական պայքար են սկսում։ Եվ այդ իրական պայքարը Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցության ուրեմն նախաձեռնած, ուրեմն եւ իր շրջանակի նախաձեռնած քաղաքական պայքարն է լինելու առաջիկայում եւ մենք վետո ենք դնում այս փուլից սկսած Նիկոլ Փաշինյանի բոլոր որոշումների վրա։ Հիմա տեսեք, եթե Նիկոլ Փաշինյանը, ինչպես մեր հաղորդման թողարկման առաջին հատվածում խոսեցինք, միտումնավոր հանձնել է Արցախը, ինչը պետական դավաճանություն է, ուրեմն պետական դավաճանի ուրեմն բոլոր որոշումները վաղը մյուսօր չէ, պիտի իջիկ դառնան։ Այսօր արդեն այնքան է հավրգե Նիկոլ Փաշինյանը եւ ԿՊ-ն, որ խոսում է 4-րդ իշխանություն, 4-րդ հանրապետության մասին։ Այսինքն Հայաստանի հանրապետություն արժեքն է մեղավոր, ժողովուրդն է մեղավոր, որ իրենք ամեն 7 տարի, 8 տարի անբարոյական խաղերով են զբաղված։ Իրենք զբաղված են պետականաքանդման գործընթացով, իրենք զբաղված են Արցախը հանձնելով, իրենք զբաղված են ուրեմն սոցիալական տերորի ենթարկելով մարդկանց։ Բանը հասել է նրան, որ եթե հետիոտնը ենթադրենք ոչ անցումը, հետիոտնային անցումային գծով է անցնում, 10,000 դրամով այդ մարդուն տուգանում են։ Հասկանում եք այսօր ինչ իրողության մեջ ենք մենք ապրում։ Դու մարդուն տալիս ես ընդամենը 30 քանի հազար թոշակ։ Լավ, մարդը ենթադրենք այդ թոշակի 1/3-ը նա պիտի տա տուգանք, մենակ նրա համար, որ ենթադրենք, չգիտեմ, ծեր մարդ է Եվրոպեին, հա, այդ պահին իրեն հարմար է եղել այդ ուրեմն հատվածով անցնել։ Ես բան չունեմ ասելու, ես ինքս օրինապահության կողմնակից եմ, ես ինքս միշտ հորդորել եմ մեր քաղաքացիներին, որ հետիոտնային անցումներով անցնել, բայց այդ տուգանքի չափը եւ մարդկանց ստացած ուրեմն տանեկան զամբյուղը, դա որևէ իրար հետ համադրության մեջ է։ Նույն այդ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր Հայաստանի Հանրապետության քաղաքացին տուգանքի մատերիալ չի։ Ամենօրյա ռեժիմով ենք տեսնում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տուգանքի մատերիալ է։ Անպայման, բա բյուջեն ո՞նց լցնեն։ Հա, հասկանում ես, տնտեսությունը չեն զարգացնում, գործարաններ չեն ստեղծում, որևէ տնտեսական արժեք չեն ստեղծում, տրանսպորտը թանկացնելով, գնաճի հաշվին, այդ տուգանքների հաշվին բյուջե են լցնում։ Ահա այս է այսօրվա իրողությունը, 7-8 տարի արդեն։ Անի ջան, ես վերջերս բան էի կարդում, մի գիրք կա էլի, ես այդ գրքի մասին էի կարդում, հիմա հեղինակին չեմ հիշում։ Այդտեղ գիրքը կոչվում է «Государство как стационарный бандит»։ Դիանա Սիգեն։ Շատ հետաքրքիր այ դա գիրքը, ես օրինակ կարդացի մի քանի բան, էլեկտրոնային է տարբերակով, բայց այս շատ հետաքրքիր թեորիա, թե ինչա պետությունը։ Պետությունը դա այնտեղ ինքը ներկայացնում է երկու տեսակ, էլի այդ նույն բանդիտը, էլի, որ մեկը կա գրավում է այն մյուսի ռեսուրսը ու օգտագործում է, մեկը որ կա ինքն է ներսում այդ ռեսուրսները օգտագործում մարդկային եւ մնացած, էլի, ու ինքը դնում խաղի օրենքներ։ Հասկանում եք, նույն օպեգեն ոնց է լինում, ունի իր հիերարխիան, իր ամեն ինչը, իր կարգուկանոնը, նույնն էլ պետության մեջ է։ Այ սա հենց
Այնա որ մեր ժողովուրդ ուզում է գնա Եվրոպա, որտեղ այնտեղ մարդը տուգանքի մատերիալ չի, ասենց ասած։ Այնտեղ մարդավարի աշխատում է եւ տեսեք, տուգանքները շատ ծայրահեղ են։ Ես օրինակ խոսում եմ Գերմանիայում կա ընկերս երբ են տուգանվում։ Հասկանում եք, եւ այդ տուգանքը ունի բարոյական կողմ։ Նույն ավտոմեքենան սխալ կայանելու ժամանակ համար դա չեն միանգամից տուգանում, մարդը գալիս է, տեսնում է, դու ինչ որ վատ ես քեզ զգում, հիվանդ ես, թե ինչ է, սիրտը տավատացել, որ դու կանգ ես առել, եթե տեսնում ես դու դուրս եկել ծամոն առնեք խանութից եւ կտուգանի, բայց եթե ինչ որ չնախատեսված ինչ որ մի բանի համար է, դες չի տուգանի։ Այս Հիմա տեսեք ամենը Կոստա ջան, մարդ կա, այո, մարդ կա այդ 10,000 դրամով ապրում է մոտավորապես մի շաբաթ։ Այդպիսի ընտանիքներ կան, ովքեր այդ 10,000 դրամով Հայաստանի Հանրապետությունում բազում են նման ընտանիքները, ովքեր այդ 10,000 դրամով մի շաբաթ ապրում են եւ իրենց երեխայի հանապազօրյա հացն են ուրեմն դա կարողանում հայթայթել։ Դու այդ մարդկանց մի շաբաթվա ուրեմն ապրելու գումարը, իրենց երեխաների կերակրելու գումարը դու վերցնում ես մի ակնթարթում, հա, բասա ինչ է։ Ես չգիտեմ, սա ինչ հակաբարոյական մթնոլորտ է տիրում մեր երկրում։ Հակաբարոյական տրանսպորտ է բարձրանում, ինչ որ չգիտեմ, ինչ որ տեսուչներ են բարձրանում, մարդիկ առանց են այդ գումարները ծախսեցին, բերեցին, տրեցին, չէ՞, այդ ավտոբուսներում, որ մարդիկ այդ քաղաքակիրթ այդ բաները քարտերով անցնեն։ Նորից ինչ որ տեսուչներ են բարձել, որ մտնում են րոպեն մեկ մարդկանց դեմ են տալիս այդ ինչ որ չգիտեմ սարքերը, որ մարդիկ այդ իրենց քարտերը բանանեն։ Շատ հաճախ այդ քարտերը ինտերնետը չի աշխատում, մարդիկ չեն կարողանում այդ ինտերնետը օգտվել եւ քարտը մի քանի անգամ է դրացնում են, ելի այդ քարտի գումարները քաշում տանում են։ Մարդը ասում է գնել եմ այսքան տրանսպորտի քարտի համար, տարել է ինձանից 2-3 հատ, 2-3 անգամ էլ չեմ կարողացել օգտագործել։ Այսինքն մեր ամբողջ կյանքը դա քաոս է, Կոստյա։ Դուրս ես գալիս տանից, փոխանակ քո երկրում գեղեցիկ, լիաթոք, այսպես բարեկեցիկ, ժպտերես, մթնոլորտում ապրես, որ ամեն տեղ ստեղծված է բարիք քեզ համար, որպեսզի դու քո գործերը հեշտ լինի, որպեսզի դու կարողանաս այդ օրը քո առօրյան կենցաղը հեշտացնես, ընդհակառակը ստեղծված է մի քաոսային պայմաններ, որ բոլորի դեմքերին նայես, բոլորի դեմքերին դժգոհություն է։ ինչու է դժգոհություն, Անի ջան, ես այսօր լսում եմ, որ նոր սրբություն է, սրբատեղի է հայտնվել Հայաստանում։ Գիտեք։ Որ է նկատի։ Մենք այսքան ունենք, չէ, բանը, այն Սարա, հատիս Սարի գլխին Հիսուսի արձանն են դնում։ Այսօր դրա հիմքն են լցնում ցեմենտով, բետոնով, էլի։ Այդեն ոնց է ցեմենտ։ Այս ցեմենտ է, չէ։ Ահա։ Ցեմենտի ֆունդամենտն են դնում։ Դուք տեսեք ինչ շքերթեր, փառամոլության։ Գիտեք, այն որ ռուսերեն խոսք կա, լիզաբլյուդստվը։ Ես որ տեսնում եմ ինչեր են խոսում, ինչ փառաբանում են Գագիկ Ծառուկյանին, որ սա Ես այս կողքից նաև եմ ասում եմ, երևի Գագիկ Ծառուկյանը չգիտի, որ փառամոլությունը մեղք է, Աստվածաշնչում գրված է։ Այդ արձանը մեր եկեղեցին չի ընդունել, դա կուրք է։ Նույն Աստվածաշնչում գրված է, որ մի ստեղծիր կուրքեր ու մի պաշտիր ինչ որ այդ բանը։ Այս ինչ են անում։ Հիմա Կոստա ջան, հիմա այդ արձանի տեղադրումը տարբեր շրջանակներում եւ դրական եւ բացասական արձագանքների արժանացավ։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ Հիսուսի արձանի տեղադրումը այդպես բացասական բան ես չեմ գնահատում։ Կարելի է Հիսուսի արձան տեղադրել, բայց խնդիրը կայանում է նրանում, թե արդյոք այդ քրիստոնեական արժեքները որքանով է կրում մեր հասարակությունը։ Հա, կարելի է Քրիստոսի արձանը տեղադրել, գեղեցիկ հագնվել, գնալ բացմանը, գնալ, չգիտեմ, նկարվել այնտեղ, չգիտեմ, փառամոլության դրսևորումներ ունենալ եւ այլ եւ այլն։ Բայց այդ արժեքները, սիրելի հայրենակիցներ, ովքեր որ գնում եք այդ ամեն ինչին մասնակցում եք, վաղ այսօր կարող է ես էլ գնալ։ Արդյոք մենք կրում ենք այդ իրական քրիստոնեական արժեքները։
Արդյոք այդ քրիստոնեաբար ապրում ենք, արդյոք քրիստոնեաբար միմյանց նկատմամբ վերաբերվում ենք, ահա սա է խնդիրը։ Եկեք դրա բովանդակային կողմին անդրադառնանք, հարգելի հայրենակիցներ, եւ լավ գնացիք այդ արձանը տեսակ եւ հասկացեք, որ այդ արձանը ինքնանպատակ չպետք է, չէ, այդտեղ տեղադրվի, սկսած Գագիկ Ծառուկյանից, վերջացրած ընդդեղի շինարարներով, նաև այն ուրեմն մարդկանցով, ովքեր կայցելեն ուրեմն այդ արձանին։ Եկեք այդ մասին նաև մտածենք եւ ստեղծենք երկրում այնպիսի մթնոլորտ մեր հոգևոր դաշտի ուրեմն միջոցով, բարոյագիտական ուրեմն քննարկումների միջոցով, որպեսզի այդ բարոյական միջավայրը մեր երկրում մարդկային, բարոյական, աստվածահաճո միջավայրը ձևավորվի, թե չէ առայժմ չկա այդ միջավայրը, եւ որպեսզի այդ միջավայրը ձևավորվի, բոլորս պիտի քայլեր անենք։ Ինչ որ մեկը, երբ որ նմանատիպ ուրեմն հարցերից է խոսում, մի տեսակ ծաղրանքով են սկսում նայել այդ մարդուն, թե այս տարում էսի չից է խոսում։ Բանկերներ, եթե այս տարում մարդը նորից չհաղթի, նորից, չգիտեմ, մեքենաների այդ երկաթի ժեշտի պաշտամունք տեղի ունենա, դղյակների պաշտամունք տեղի ունենա, չգիտեմ, հագուստի պաշտամունք տեղի ունենա, բրենդային կոստյումների ցուցադրություն տեղի ունենա եւ ոչ մարդկային արժեքների, բա էլ այդ արձանի տեղադրումը ինչ գրոշի արժեք ունի։ Ուրեմն եկեք կենտրոնանանք դրա վրա։ Անի ջան, եկեք մի բան ասեմ, ես օրինակ ինչքան 200,000 համարյա Արցախից փախստական ունեն, չէ՞ որ տուն չունեն Հայաստանում այսօր։ Արցախցի։ Ինչքան է 150,000 Բազմական թվերը 120,000, բնականաբար հիմա մի որոշակի թիվը արտագաղթել է արդեն եւ մոտավորապես 100-110,000-ի շրջանակներում է։ Պատկերացեք, այդքան ընտանիք տուն չունի ապրելու։ Վարձ են տալիս, ամեն ինչ կորցրել է։ Ես ուրիշ ձև եմ մտածում, լսեք, այդ արձանի փոխարեն ավելի աստվածահաճո չէ լինի, գոնե 10 ընտանիքի, 50 ընտանիքի տուն տային, 1000 հոգու տային, 20,000-ին տուն տային։ Քանց թե դնում են էլի, ինձ մեկ թվում է մեր ազգը որոշել է եկեղեցի սարքելով Գինեսի ռեկորդ խփի։ Օրինակ նայում ես Անի քաղաքում 1000 ու մի եկեղեցի։ Ես նույնիսկ մի անգամ դեռ տեսել եմ էլի Մադրիդում, որ ամբողջ այդ հարստությունը գաղութներից այդքան փող է բերում, Մադրիդում նույնիսկ 1000 եկեղեցի չի եղել։ Վանական համալիրներով, բանով ամեն ինչով կարծեմ այսօրվա դրությամբ 300 քանի հատ է։ Ահռելի Մադրիդը, Իսպանիա։ Հայաստանը փոքր, լսեք, մենք ինչի ենք այսքան այդ ամեն ինչին տալիս։ Ես շատ լավ հիշում եմ մեր դիրքերում։ Զրա բաճկուն չուներ մեր զինվորը, բայց խաչ էր դրած այդ դիրքի գլխին։ Ախր այդ խաչը չփրկեց այդ ամեն ինչի։ Հիմա ես էլի լսում էի Գագիկ Ծառուկյանի ճառը ասում է, սա նոր վերածնունդ կլինի Հայաստանում, ես Հիսուս։ Լսեք, ես 1700 տարի երբ այդ վերածնունդը լինելու։ 1700 տարի խաչքար, խաչեր, եկեղեցիներ, լսեք, մենք մենակ հետ ենք գնում։ Մի ճակատագրի հետ բան ասեմ, սենց էլի, սա ոնց որ ճակատագրի հետնանք լինի։ Բրազիլիայում երբ Հիսուսի արձանը սարքում էին, դա 1931 թիվն է եղել անիջա։ Առաջի անգամ Բրազիլիայում երկաթգիծ են գցել։ Պատկերացրեք 1900 ինչքան հետամնաց է եղել երկիրը, որ պարզապես այդ արձանը բարձրացնեն այդ բանի գլուխ էլ այդ բլրի։ Չի եղել երկաթգիծ։ Իսկ Հայաստանում դա արդեն մոտ 40 տարի եղել է։ 1800-ականների վերջում են, էլի մեր մոտ Գյումրի ու Թբիլիսի երկաթգիծը գցել։ Ու տեսեք, Բրազիլիայում մինչև այսօր կան ֆավելներ, երեխաների օրգանների վաճառք, թշվառություն, անգրագիտություն, անչափահասների տրաֆիկինգ, սեռական շահագործում, բերեց Բրազիլիային այդ երջանկություն ու փառք ու ինչ-որ մի բան։ Իհարկե ոչ։ Այ իսկ մեզ մոտ, տեսեք, մենք պետք է կենթանի մարդկանց մասին մտածենք, այդպես ժողովրդին, որ տուն տեղ կորցրել են, եկել են Հայաստան, մենք Հիսուսի արձաններ ենք կանգնացնում։ Այ ես որ ես նայում եմ այսօր, ես ասում,
Դրա համար ես օրինք մենք Միանգամայն ճիշտ ես, Կոստյա ջան, միանգամայն ճիշտ ես, եւ այդ գործընթացը ցավոք այդպես տարիներով շարունակվում է, այդ եկեղեցաշինությունը։ Օրինակ, ես, հա, ունենք եկեղեցիներ, գեղեցիկ եկեղեցիներ ունենք, այդ եկեղեցիները կարելի է ամրապնդել, ենթադրենք, իսկապես բարեկարգել, ունենալ որպես սիմվոլիկա, մեր հավատքի սիմվոլիկա ունենալ։ Բայց նորից շարունակաբար եկեղեցիներ կառուցել, ամենտեղ եկեղեցիներ կառուցելու իմաստը ես իսկապես չեմ հասկանում։ Իսկապես, երբ որ այդ գումարները կարելի է ուղղել բանակաշինությանը, երբ որ այդ գումարները կարելի է ուղղել, այո, այդ ուրեմն սոցիալական ճգնաժամի մեջ գտնվող մարդկանց բնակարաններով ապահովելուն, երբ որ այդ գումարները կարելի է ուղղել երեխաների առողջապահական խնդիրների լուծմանը, բազում երեխաներ այսօր քաղցկեղով հիվանդ երեխաներ ունենք, հա, երբ որ այդ գումարները կարելի է ուղղել ավելի ուրիշ նպատակային ուրեմն տեղեր։ Հասկանում եք, այսինքն մեր երկրում այդ փառամելությունը, այո, դարձել է քաղաքական կատեգորիա, որը այո, մեղք է։ Հիմա արժեհամակարգն մարդկանց ինչքան ուզում է ասենք, Կոստյա ջան, ինչքան ուզում է ասենք, տարիներով ասենք, ցավոք այդ մարդկանց ինչպես ծնվել են, այդպես էլ մահանալու են, բան չի փոխվելու։ Դրա համար պիտի քաղաքական ղեկավարություն փոխվի, որը կգա ու ոչ թե այդ մարդկանց անընդհատ կդատապետի, կասի Գագիկ Ծառուկյան դու սխալ ես, Սերժիկ Սարգսյան դու սխալ ես եւ այլն, այլ կգա եւ իրական արժեհամակարգ կձևավորի եւ կմտածի սեփական ժողովրդի մասին։ Ժողովրդի մասին մտածող ղեկավարություն պիտի ձևավորվի 2026 թվականին։ Իսկ դուք նայեք այսօրվա խորհրդարանական ընդդիմություն, ինչ են արել ժողովրդի համար այս 7 տարիների ընթացքում։ ՔՊ-ական ղեկավարություն ինչ են արել ժողովրդի համար այս տարիների ընթացքում։ Ժողովուրդ ջան, վերջապես երբ պիտի դուք ձեր շահը իմանաք։ Պիտի ձևավորվի։ Անի ջան, ողորմելիների եւ բարերարների երկիր, տեսեք, երկիրը դա դառնում։ Աշխատավար չստանան, օլիգարխը աճի, որ տեսպես ինչի վրա աճեցին, էլի հասկանում եք, այդ նույն հարստության ուրիշները հասնում են սերնդների ընթացքում նույն եվրոպական կամ ամերիկյան այդ նույն այդ համակարգում, էլի, իսկ Հայաստանում նայում ես 10 տարվա մեջ աճեց դարձավ Forbes-ի ցուցակի ինչ որ մի միլիարդ հատ է։ Հասկանում եք, ոչ IT ոլորտը, ոչ մի բան, ինչ ունի, երկու հատ բենզակալում կա, 3 հատ շինարարություն, բայց նայում եք միլիարդներ, հետո այդ միլիարդներից ինչ որ մի 100,000 դրամ կտան ստեղ, կասել մենք բարերար ենք, դուք էլ մեծ շնորհակալ եք։ Ես պատմում էին, մասնավոր դեպք են պատմում, որ Հնդկաստանից մի ուրեմն գործարար Սերժ Սարգսյանի կառավարման օրոք է դա եղել դեռևս։ Ուրեմն եկել է կառավարության հետ զրույցի շրջանակներում, որ այստեղ ուրեմն Հնդկաստանից բերած քարերի վերամշակման գործարան է ցանկացել ուրեմն դնել, եւ այդ մարդուն հենց սկզբից ասում է, այդ մարդուն հենց մտել է, ասել են 50-ը մերը պետք է լինի, 50-ը քոնը պետք է լինի։ Այդ մարդը հիասթափվել է, գնացել է իր այդ գործարանը դրել է մեկ այլ երկրում, 1500-ից ավել աշխատատեղ է ստեղծել, հա, եւ այդպես։ Եվ այդպես տարիներ շարունակ, հասկանում ես, Կոստյա ջան, քանի որ չկա այն ղեկավարությունը, որը պետք է հասկանա, որ ցանկացած մարդ, ով որ գալիս է, ուզում է ներդրում կատարել իր պետության ուրեմն մեջ, այդ մարդու համար պիտի լայն ուրեմն դաշտ ստեղծել, հնարավորինս հեշտացնել իրավանորմերի ուրեմն այդ մեխանիզմները, որ այդ ներդրումները արագ տեղի ունենան։ Մի բան էլ պետությունը ուրեմն սատար կանգնի, որպեսզի այդ գործարանը կառուցվի, որպեսզի այդ ներդրումը հեշտ ճանապարհով ընթանա, մեր երկրում ահա այդպիսի խաղի կանոններ են գործում, հա։ Իսկ այսօր արդեն ցավոք, ուրեմն Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք այնքան անլուրջ է վիճակը, այնքան անմխիթար է վիճակը, այնքան քաղաքական կշիռ չկա, այնքան տնտեսական մշակույթ չկա, որ ընդհանրապես ներդրումների մասին հակախոսք չկա։ Հասկանում եք։ Ինչ խոսք։ Իսկ ձեր ասած գործարանը կանգնեցի Կոստյա ջան, այո, մեր ժողովուրդը պետք է հասկանա, ժողովուրդ ջան, եթե դու ունես պետություն, դու կարիք չունես բարերարների, դու կարիք չունես ոչ Սամվել Կարապետյանների, ոչ Գագիկ Ծառուկյանների, ոչ, չգիտեմ, այնտեղ ուրիշ Ռուբեն Վարդանյանների կամ մնացածների։ Եթե դու վաղը այսօր 26 թվականին ընտրես մի այնպիսի ղեկավար եւ ղեկավարություն, որը գալիս է քեզ աշխատանքով է ապահովում, որը գալիս է քեզ արժանապատիվ թոշակով է ապահովում, արժանապատիվ աշխատավարձով է ապահովում, էլ դու դրանց կարիքը չես ունենալու,
Այս սրա մասին մտածիր, հարգելի ժողովուրդ։ Դա ասված որ մտածեն, դա որ տեղ հասնի։ Սա արդեն Ալին ջան թողնենք մեր մյուս թեմային, այսօր մարդկանց շատ չծարաբեռնենք։ Այո, այո։ Այսօր էլ արդեն այս մինչև ձայնագրությունը արդեն տեղադրենք բան կլինի արդեն ամսի 27-ը։ Ու բոլոր զոհերի մեր հարազատներին, ամուսիններին, կանանց, հայրերին, մայրերին, տատերին, պապիկներին, բոլորին, որտեղ կանանցեր են զոհվել այդ պատերազմում։ Բոլորին գիտեք համբերություն։ Իսկապես դժնդակ իրողություններ են կապրել, Կոստյա ջան, դժնդակ իրողություններ են կապրել։ Ես ինքս մեր ընտանիքից որևէ տղամարդ չի մասնակցել այդ պատերազմին, անկեղծ կասեմ, բայց այդ 44-օրյա պատերազմից հետո այս դիմացի հատվածում ես սպիտակ մազեր չունեի, դիմացի հատվածում ուրեմն ես սպիտակ մազեր հայտնաբերեցի այդ 44-օրյա պատերազմից հետո, որովհետև դա մի այնպիսի խայտառակ իրողություն էր, այնպիսի մի սարսափելի, որ արդեն կորցրել էինք ապրելու ցանկությունը, չունենալով ինքներս զոհ, եւ ես պատկերացնում եմ այն մարդկանց վիճակը, ովքեր անցել են այդ դժոխքի միջով։ Հարգելիներս, այս համբերություն, ինչ կարող ենք ասել, կարող ենք մենակ ասել, ձեզ սփոփել, որ մենք միասին պիտի ունենանք այնքան պատվախնդրություն, որ կառուցենք այն երկիրը, այն պետությունը, եւ դուք ինքներդ ձեր զավակների սխրանքը պիտի իջիկ չդարձնենք։ Դուք պիտի դառնաք ուրեմն այս ապագա ուրեմն մեր երկրում տեղի ունեցող փոփոխությունների հիմքը, որ ձեր զավակների սխրանքը տեղի ունեցավ նրա համար, որովհետեւ ձեր զավակների զավակները, ձեր նորածինները ապրեն այնպիսի երկրում, որ չկրկնվի այն նույն դժոխային իրողությունը, ինչի միջով անցան ձեր զավակները եւ դուք։ Ահա եկեք այս մասին մտածենք, հարգելի մայրեր, հարգելի հայրեր, հարգելի մեր զոհված ուրեմն հերոսների, ուրեմն ծնողներ, հարազատներ եւ բարեկամներ։ Այո։ Նրանք իմ եղբայրներն են, ես ամեն օր եմ սգում նրանց մահը, ես ամեն օր եմ նրանց պահում իմ հոգում, ես հաճախ եմ գնում եռաբլուր եւ տեսնում եմ, թե ինչքան պայծառ դեմքեր կան, ինչքան պայծառ, ինչպիսի պայծառ երիտասարդություն, եւ այդ պայծառ երիտասարդությունից ինչպիսի զավակներ պիտի ծնվեին, Կոստյա, դու հասկանում ես, այն ազգի սերուցքը, այն ազգի լավ սերուցքը գնաց, այսինքն եւս մեկ ցեղասպանություն ապրեցինք, կարելի ասել։ Այո, ու նայեք, իմ ուզածը այն է, որ ոնց որ նոր այդ մարդը հարցնում է, ի՞նչ է քո ուզածը, որ այս պատիժը մենք տեսնենք, որ չսպասենք, երբ են Աստված պատժի իրանց, այլ մենք տեսնենք այդ պատիժը, ծնողները տեսնեն այդ պատիժը, մեղավորների պատիժը, հասկանում, ով կպատժվի։ Թեկուզ պատմության գրքում գրված, որ տականքների շարքում պետական դավաճանների, գցենք, ապիկար ղեկավարների շարքում լինի, թեկուզ նրանք այլևս կենդանի չեն, գոնե մարդիկ տեսնեն, չասեն, փառաբանում են սրիկաներին։ Այո, իսկ այսօր փոխանակ դրանք պատժվեն, ազգային ժողովում արդեն նոր բան են, գործընթաց են սկսվում։ Դուք պատկերացրեք, մենք ուր ենք հասել։ Դե, բարի գիշեր ժողովուրդ ջան։ Բարի գիշեր, հարգելի հարազատներ, շնորհակալություն Կոստյա ջան, մեր այսօրվա ժողովուրդ ջան, թեկուզ վաղը դուք կարող եք ցերեկով նայեք, ոնց որ բարի գիշեր Անի ջան։ Բարի գիշեր Կոստյա ջան, բարի գիշեր։